Հրաչյա Աճառյանի հուշերը Կոմիտասի մասին։ Բնավորությամբ, իհարկե արտաքուստ, շատ թեթև էր Կոմիտասը, այդպես են լինում առհասարակ կոստանդնուպոլսեցիք և դրա համար էլ Կովկասում համարվել են թեթևամիտ, ճակերտավոր։ Ամենալուրջ խոսակցության մեջ Կոմիտաս վարդապետը հանկարծ մի կատակ կամ թեթև զվարճախոսություն էր խառնում, բարկանալ ընդհանրապես չգիտեր։ 4 տարվա կենակցությանս մեջ մի անգամ միայն տեսել եմ նրան բարկացած։ Ամառվա արձակուրդի ժամանակն էր, ճեմարանի մեծ մասը դռան առաջ փոքրիկ պատշգամբում նստած էինք երկուսս, քիչ հեռու պարտեզում ուսանողները խաղում էին, նրանք կազմեցին հանկարծ սովորական մի քառաձայն երգ՝ «Բիմ-բամ-բում, զանգակները զնգում են», բայց քառաձայնը այնպիսի ժխորի վերածվեց, որ Կոմիտասը թռավ տեղից, ահարկու ձայնով սկսեց գոռալ և պահանջեց, որ լռեն։ Ես հետևը կանգնած դիտում էի նրան, մինչև ականջներս սոսկալի կարմրել էր, քունքի երակները ուռել էին, սարսափեցի և վախեցա, թե սիրտը հանկարծ չպայթի։ Ուսանողները նույնպես սարսափեցին նրա ահարկու ձայնից և ցրվեցին։ Կոմիտասը նստեց և երկար ժամանակ լուռ էր։ Վարդապետները էջմիածնում հագնում են սև ֆարաջա, ֆարաջայի տակից հագնում են անպատճառ աշխարհականի սև շալվար։ Կոմիտասը հաճախ այդ սև շալվարը չէր հագնում և դուրս էր գալիս միայն տակի սպիտակեղենով, որ ծածկված էր ֆարաջով։ Ընկերները, որ գիտեին այդ բանը, քաշում էին ֆարաջան, և Կոմիտասը երեխայական մի ամտությամբ ճչում, պպզում և ծածկվում էր։ Առատ մորուք չուներ, քոսակ էր և այդ շատ անհարմար էր իր աստիճանին։ Ականջների մազերը չէր կտրում և սսուկը չէր մաքրում, ասելով, թե նրանք բնության կողմից տրված միջոցներ են լսողությունը արտաքին վտանգներից պաշտպանելու համար։ Քնած միջոցին բարձ չէր դնում գլխի տակ և վերմակը մի սավան էր միայն։ Մի անգամ նա ճանապարհորդության դուրս եկավ դեպի Գերմանիա։ Ես խնդրեցի, որ ամեն մի քաղաքից ուղարկի նկարազարդ մի բաց նամակ իմ կազմած ալբոմի համար։ Զանազան քաղաքներից ստացա 7 այդպիսի բաց նամակ, որոնց վրա գրված էր լինում. «Սիրելի Հրաչյա, Վիեննա հասա, հետո թվականը և Կոմիտաս վարդապետ»։ Շատ տարիներ այդ 7 բաց նամակները ստացավ ինձնից Ռուբեն Թերլեմեզյանը, որ կազմում էր Կոմիտաս վարդապետի կենսագրությունը։ Թե ինչու հեռացավ Կոմիտասը էջմիածնից, այդ մասին ոչինչ չգիտեմ։ Ինչպես հայտնի է, Կոստանդնուպոլսի հայոց ազգային երգերը բոլորն էլ ժողովրդական եղանակներից սարքած բաներ են։ Ժողովուրդը լսելով զուտ հայկական երգերը, սիրեց դրանք, և այսպիսով Կոմիտասի երգերը ընդհանուր տարածում ստացան Կոստանդնուպոլսում։ Սա էլ մի տեսակ ազգային շարժում էր։ Լսել եմ, թե Բուլղարիայի թագավորը, լսելով Կոմիտասի համբավը, հրավիրել է նրան Բուլղարիա և խնդրել, որ հավաքի բուլղար ժողովրդական ազգային երգերը։ Կոմիտասը կատարել է նրա խնդիրքը։ Նույնը լսելով Սերբիայի թագավորը հրավիրել է Կոմիտասին Սերբիա, նույն նպատակով, բայց չգիտեմ, թե Կոմիտասը կատարել է այդ խնդիրքը։ Կոմիտասը Ֆրանսիա էլ գնաց և այնտեղ Փարիզում նշանավոր դասախոսություններ կարդաց հայկական երաժշտության մասին՝ միաժամանակ երգելով և նվագելով։ Նշանավոր մի երաժշտագետ, ծերունազարդ մի անձ ֆրանսիացի, լսելով, որ նա վարդապետ է, բեմ է բարձրանում և նրա ձեռքը բռնելով խոնարհությամբ համբուրում է։ Կոմիտասը գրկում է նրան և ողջագուրում հասարակության բուռն ծափահարության տակ։ Կոմիտասի վախճանը ամենքիս հայտնի է։ Նա գժվեց Կոստանդնուպոլսում։ Սրա պատճառը 3 տարբեր ձևով եմ բացատրում։ Առաջին այն, որ նա 15 տարի հայկական ձայնագրության գաղտնիքները լուծելու վրա աշխատելուց և գաղտնիքներն էլ լուծելուց հետո հանկարծ գտնում է մի բան, որով մի ամբողջ աշխատանքը ոչնչանում է։
դուրս է գալիս, որ ստացված արդյունքը սխալ էր։ Սրա վրա գժվել է։ Երկրորդ, պատմում են, թե նա սիրահարվել է մի ազնվատոհմ տիկնոջ, թեև օտարազգի, և այդ անհուսալի սիրո պատճառով գժվել է։ Երրորդ, որ ամենից ավելի ստույգն է թվում, հայկական ջարդն է 1914 թվականի։ Տաճիկները մի գիշերվա մեջ ձերբակալեցին և աքսորեցին Կոստանդնուպոլսից 500 գրական և քաղաքական գործիչների, որոնց թվում էր նաև Կոմիտաս վարդապետը։ Գերմանացիների դեսպանը միջամտեց և ազատեց Կոմիտասին, բայց Կոմիտասը տեսած, լինելով այն ահավոր տանջանքները և սարսափները, որոնց ենթարկվեցին իր ազգակից ընկերները, գժվեց։ Հայտնի է, որ Փարիզի հայերը Կոմիտասին փոխադրեցին Փարիզ և տեղավորեցին մի նշանավոր գժանոցում, ուր ամսական մի մեծ վարձով պահեցին նրան ամենայն հոգատարությամբ, մինչև իր մահը։ 1925-1926 թվականներին Երևանում ես տեսա նկարիչ Փանոս Թերլեմեզյանին, որ պատմեց, թե ինքը Փարիզում գնացել է նույն գժանոցը Կոմիտասին տեսության։ Կոմիտասը ճանաչել է նրան, ինչպես ասում էր Թերլեմեզյանը, բայց ոչ մի խոսք չի խոսել, և ամբողջ մի ժամ լուռ մնալուց հետո Թերլեմեզյանը, տեսնելով նրա համառությունը, մնաս բարով է ասել և հեռացել։ Կոմիտասը մեռավ նույն գժանոցում։ Փարիզի հայերը սքանչելի մի դագաղի մեջ դրեցին նրա մարմինը և փոխադրեցին Երևան, ուր շքեղ հանդեսով թաղվեց հին գերեզմանատան Պանթեոնում։ Հարգելիներս, այսօրվա համար պատրաստել էի այսքանը, եթե հավանեցիք տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի ավելին իմանաք հանճարների և նրանց ստեղծագործությունների մասին։